Կիրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Բժշկի հետ բաղձալի հանդիպման սպասումով կամ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի խափանումը, ինչ են ներքին կարգով զգուշացնում պոլիկլինիկաներում եւ արդյոք շահառուների թվի ավելացումը չի տապալի համակարգը վերջնականապես։ Միջին սպասելու ժամանակը չի անցել 2 շաբաթը։ Օգոստոսի 18-ին միայն կարող էին ընդունել։ Ապահովագրությունն էլ ապահովագրության կարիք ունի։ Դիսպանսերը վերցրել են, տվել են առաջնային օղակի բժշկի։ Կարեցին շատ բան, որ պիտի անեն։ Մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ։ Ու լիմիտավորում է դրվելու ամեն հիվանդանոցի վրա։ Բջջային հեռախոսների կոդերի շտեմարանն ու անձնական տվյալների գաղտնիության խախտումը, որքանով է հիմնավոր կառավարության պատճառաբանությունը եւ ինչ ռիսկեր է պարունակում նոր համակարգը քաղաքացիների համար։ Email կոդերի միասնական համակարգներ դնել։ Խնդիր կա նախագծի հիմնավորման հետ։ Չափազանց շատ տվյալներ են տրվում։ Այլ նպատակ կա։ Թուրքական, հնդկական, ռուսական մոդելն է կընտրել։ Դրանք հեռախոսներ մուծող անհատ ձեռնարկատերերն են։ Որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ։ Համադրելի չէ այն իրավունքի մշակույթին, որ ունենք մենք։ Սլացիկ կազմվածքը զոհողություն է պահանջում կամ ինստագրամյան դիլետանտների զոհերը, ինչպես են սոցիալական հարթակները ճաշակ թելադրում եւ ինչու սննդաբանները չեն լիցենզավորվում։ Նստում են, այսպես ասած, խիստ դիետաների վրա։ Օրինակ մագնի P6-ը եւ տարբեր տեսակի մագնեզիումները։ Ինքը շատ լավ բան է, բայց այն պետք է համատեղել։ Շատ քիչ կալորիական որևէ սոկեր են խմում, դրա համար էլի տեսնում եք փորկապություն։ Որոնք որ այսօր համակարգում տարածվում են։ Կամազի ու գնացքի բախման հետևանքով մի քանի տոննա վառելիքի կորուստն ու կրակը հանգցնելուց հետո մեքենայում հայտնաբերված դիերը, ինչ հանգամանքներում է աղբատարը հարվածել կայանված սեդանին եւ արդյոք գլխի վայր շրջված մեքենայի վարորդը հանկարծամայ է եղել։ Ոչ պայթա։ Բրեժնև, Խրուշչով, բայկ։ Դրսում են հայտնաբերում արմինը։ Լստին այդ։ Նայեք ինչ վտանգավոր է։ Արցախյան 3 պատերազմների բողով անցածին օգնության հասածներն ու երեխաների անկեղծ պորտկումը, ում շնորհիվ ամենածանր ճանապարհը դարձավ հաղթահարելի եւ ինչպիսի արձագանք ստացավ արտասահմանից։ Չէի պատկերացնում, որ սենց սիրուն բաներ կունենա։ Այգին հոգսերս թեթևացավ։ Մենք արդեն մեր սենյակում ունենք, Որ միշտ երեխաների կողքին լինել, հասնեք իրենց նպատակների։ ես ուրախացա, որ արդեն կարանք այդ համով բաները ուտենք։ Հարցեր կա սաղ կլուծեն։ Ու մնացածն էլ աշխատել։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։